Այսինքն եկալ են մեր հռչակագրում գրել են մեր կատարվեց դարերով իղձը հայ ժողովրդի բան։ Հայերը 1000 տարի իղձ չեն ունեցել անկախության։ 1918 թվին անկախացան, էլի ցանկություն ու իղձ չեն ունեցել, ու չի եղել այս ծրագիր դաշնակների մոտ։ 19 թվին նոր ընդունում են ծրագիր։ Մի տարի Հայաստանը անկախ էր, նոր իրանք ընդունում են, որ Հայաստանը պետք է դաշնակցության ծրագրում լինի անկախ։ 91 թվին 3 տարի շարժում էին տանում ՀՀՇ-ը, ով որ գոռում էր այդտեղ անկախություն Մովսես Գորգիսյանը, դրանք գոռում էին բան, Ղարաբաղ, որ լրացնեն անկախության ձենը։ Ու հայ ժողովուրդը գնում էր Ղարաբաղ ուզող, հող ուզողների հետևից։ Իմիջիայլոց հող ուզելը իմ ասած արժի համակարգի հետ вообще կապ չունեցող բան է։ 60-ականներին, երբ որ ցույց եղել էր, մերոնք պատմում էին, ասում էին գոռում էին դեմից գնացողները հողերը, հետևից գնացողները գոռում էին փողերը։ Հողը ինքը նյութականը շատ հեշտ է անցումը փողերի սարքես։ Ղարաբաղն էլ էր հող։ Դա համար էլ հեշտ էր անցումը։ Իսկ երբ որ դու ասում ես արժեքներ, դա նյութական չի, շոշափելի չի, բայց դա այն Հեգելի ասած ազգի կազմակերպվածության ոչ միայն բարձրագույն ձևն է, այլ լավագույն ձևն է։